Բարի երեկո, ATV եթերում բանուգործ սոցիալական հեռուստանախագիծն է։ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։ Աշխարհում առաջին անգամ երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ Իսկ եթե աշխատանք եք փնտրում, ապա զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով եւ մենք կօգնենք ձեզ գտնել ձեր բանուգործը։ Մասնագիտական փորձի պատճառով ոչ միտեղ չէին վերցնում։ Դա ձեր անհաջողությունը չէր։ Այսօրվա հաշվապահությունը մի քիչ այլ է։ Մենք այսօր տաղավարում հյուրընկալել ենք կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սուսաննա Հովսեփյանին եւ հոկեբան Իրինա Ցատուրյանին։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Նշեմ, որ մեր մասնակիցը անցել է հոկեբանական թեստը, արդյունքները ներկայացնում եմ այժմ ձեզ։ Տիգրանի մասին ավելի շատ իմանալու համար նայենք նրա մասին պատմող տեսանյութ։ Տիգրանը մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Մասնագիտություն, որը ձեռք բերեց լսելով ծնողների ու բարեկամների խորհուրդը։ Սովորել եմ Գլազուր համալսարանում, ավարտել եմ ֆինանսներ եւ վարկ-բաժինը։ Մասնագիտությունս ընտրել եմ ծնողների, բարեկամների օգնությամբ, նրանց խորհրդով, իսկ ընտրել եմ այն պատճառով, որ այն ժամանակ ֆինանսիստի գործը շատ պահանջված գործ էր, ուներ շատ բարձր պահանջարկ, եւ ինքս էլ որոշում կայացնելով իմ ապագայի մասին, որոշեցի օգտվել այդ հնարավորությունից եւ ընտրեցի ֆինանսիստի մասնագիտությունը։ Չընկճվող, չհուսահատվող ու անընդհատ նորություններ փնտրող։ Ահա այսպես իրեն նկարագրեց մեր այսօրվա հերոսը։ Բնավորությանս գծերը ունեմ եւ լավ եւ վատ բնավորության գիծ, ինչպես եւ մնացած բոլոր մարդիկ։ Լավ կողմերը նաեւ որ նրանցից մեկն է որ սկսածս գործս միշտ ավարտին եմ հասցնում, չեմ սիրում կիսատ թողալ ինչ-որ մի բան, սիրում եմ տարբեր գրքերի ընթերցանություն, հիմնականում մասնագիտական, այն պատճառով որ զարգացնում է նախ մարդու մտածելակերպը, երկրորդը սիրում եմ սպորտի հետ եմ կապված, ինձ համարում եմ սպորտային անձնավորություն, զբաղվում եմ ժամանակ առ ժամանակ սպորտային տարբեր մրցույթներին եմ գնում։ Ինչպիսին է ձեր առաջին տպավորությունը Տիգրանի մասին։ Դե Տիգրանը ըստ երևույթի երիտասարդ առաջ գնացող, համենայն դեպս ցանկություն ունեցող առաջ գնալու երիտասարդ է։ Համենայն դեպս առաջի տպավորությունը դա է։ Երբ որ հանդիպենք, պարզ է, որ ավելի մանրամասն երևի ճանաչելուց հետո կկարողանանք կարծիք հայտնել։ Լավ, իսկ ամեն դեպքում անձի հետ շփվելուց, նրա կարողություններն ու հմտություններն ավելի լավ մոտիկից ծանոթանալուց հետո նոր միայն կարող է կարծիք կարելի հնարավոր կլինի կարծիք կազմել նրա մասին, սակայն մինչ նրա գալը ես մի փոքր տեսանյութից հասկացա, որ իսկապես ինքն էլ որպես անձնավորություն շփվող անձնավորություն է եւ ձգտում ունի ինչ-որ բանի հասնելու։ Ես իմ կարծիքը այդպեսին լավ, եկեք ծանոթանանք Տիգրանի հետ։ Տիգրան, համեցեք մեզ մոտ։ Բարև համեցեք։ Տիգրան, դուք միշտ լսում եք ծնողներին եւ բարեկամներին, չկա այնպիսի աշխատանք, որ ձեր սրտով լիներ ուրիշ տեսակ մասնագիտություն։ Դե, երբ որ առաջարկները լինում են, ես միշտ ինքս եմ որոշումները կայացնում, բայց կողքից միշտ լսում եմ հարազատների, բարեկամների խորհուրդները, որովհետեւ նրանք ավելի մեծ են տարիքով են եւ դժվար բան առաջարկում։ Այո։ Առաջին աշխատանքը, որ եղել է առաքիչի աշխատանք։ Ինչու ոչ ձեր մասնագիտությամբ։ Դե որ ավարտեցի, այն ժամանակ էլ նույն այդ խնդիրների հետ եմ բախվել, որ փորձ չունեի մասնագիտական եւ այդ մասնագիտական փորձի պատճառով ոչ միտեղ չէին վերցնում։ Դրա համար տարբեր տեղեր ռեզումեներ ուղարկելուց հետո պատահական սկզբունքով ստացվել է առաքիչի գործը։ Դուք առաքիչ ընդունելու ժամանակ աշխատանքի նշել եք, որ նրանք համաձայնվեցին այն պահին, երբ դուք ցույց տվեցիք նրանց բարձրագույն հաստատության ձեր վկայականը, այո։ Դա է նշանակություն մեծ դեր խաղաց, որտեղ պայմանագրի մեջ երբ որ կնքվում էր, դա էլ էր որպես կարևորագույն կետ նշված, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ցանկալի են։ Հարգելի փորձագետներ, այդ դեպքում բացատրեք ինձ, եթե մարդը ընդունվում է ոչ մասնագիտական աշխատանքի,
Միթե հարկավոր է ունենալ բարձրագույն կրթության Դե ես այդպես եմ հասկանում Սուսանան կշտկի առաքիչի համար երևի նաև պետք է բարձրագույն կրթությունը ինչի է պետք նա գումարի հետ երևի գործ ունի նա ինչ որ այդ ապրանքների գրանցման երևի այնտեղ ինչ որ թղթային պրոցեդուրաներ կա անելու դրա համար երևի պետք է որ նա ունենա կրթություն առաքիչը այդ մարդը չի միայն այսօր որ ինչ որ ապրանքը տանում է հանձնում է եւ այո անհրաժեշտ է հատկապես ֆինանսական գիտելիքներ ունենալ այն գիտելիքները ինչ ինքս բարձրագույն կրթության ժամանակ ստացել էր իմ մասնագիտությունը հենց համապատասխանում էր առաքիչի կամ որևէ տեղ ֆինանսիստ աշխատելու անհրաժեշտ է բարձրագույն կրթությունը առաքիչի աշխատանք կատարելու ես կարծում եմ որ դա անհրաժեշտ է Տիգրան եթե դուք 4 տարի աշխատել եք սովորել եք եւ ունեք լավ մասնագիտություն ինչու եք իջացում ձեր նշաձողը ինչու եք ուզում գտնել առաքիչի աշխատանքը Այսօրվա ավարտած ուսանողը կարող է աշխատել ոչ իր մասնագիտությամբ, այո, որտեղ հիմնականում կամ ուզում են փորձառու մարդկանց, այսօր ժամանակներն ատենց, այդպեսին, կամ էլ Իսկ հետո ո՞նց եք մասնագետ դառնալու, ո՞նց եք պատկերացնում, եթե աշխատում եք առաքիչ օրինակ, լինելու ֆինանսիստ։ Այդ ամենը մի քիչ դժվար եմ պատկերացնում, այս ամբողջ պատկերը աչքի առաջ անցկացնելով իրավիճակը ամբողջ Հայաստանում, որովհետև ես շատ եմ բախվել այդ աշխատանքի տեղավորվելու խնդիրների հետ, այսինքն երբ որ գնացել եմ գործատուի մոտ, դիմել եմ բազմաթիվ աշխատանքի գործակալություններ, մինչև հիմա էլ այժմ գործում են որոշ պայմանագրեր, նրանք ուղարկում էին գործատուների մոտ, ասում էին, այսինչ պայմաններն է, գնում էին գործատուի մոտ, գործատուն լրիվ իրականություն չհամապատասխանող պայմաններ է ասում։ Լավ, Տիկին Ծատուրյան, Ինձ թվում է, որ Տիգրանը շատ հորոտեսորեն է մոտենում երիտասարդ մասնագետի ապագա կարիերայի հանդեպ։ Առհասարակ Տիգրանը այնքան դրական տպավորություն, այ հիմա արդեն կարող եմ ասել, շատ լավ տպավորություն է թողնում Տիգրանը, բայց Տիգրանը ես մի հատ հարցնեմ Տիգրանից։ Տիգրան, դուք լրիվ հավատում եք ձեր ուժերին, թե մի քիչ անվստահ եք սեփական անձի նկատմամբ։ Լավ հարց էր, շատ։ Կա չէ այդ պահը։ Այ եկեք դուք սրանից հետո ձեր ուժերի վրա լրիվ վստահ եղեք ու դուք շատ ավելի բաներ կանեք, քան դուք ունեք այդ սենց մի հատ բան, որ այ կարողա չստացվի, կարողա սենց լինի, կարողա նենց լինի, հիմնվելով նրանից, որ ինչ որ անհաջողություններ են եղել, բայց դա հանրապետության անհաջողություններ են աշխատանքի ընդունվելու, դա ձեր անձնական անհատական անհաջողությունը չի, որ ձեր մոտ մի բանը չի ստացվում, դուք դա պետք է հիշեք Տիգրան։ Կա չէ այդ պահը։ Դե եթե անկեղծ խոսանք, այո, կա ինչ որ մի բան։ Եթե անկեղծ Նաև նա նշում է, որ ինքը ամեն գործ պետք է անպայման հասցնի իր ավարտին, այո։ Եթե ինչ որ բան սկսում եմ, անպայման պետք է ինչեւ հասցնեմ։ Ուրեմն մնաց որ դու սեփական անձի, քո անձի կատարյալ դառնալը հասցնես ավարտին։ Անձի կատարելությունը մի կողմ, եթե գործ ես հիմնում, գործ եք սկսում եւ ուզում եք այդ գործը մինչեւ վերջ հասցնել, զբաղվածության պետական ծառայությունը ձեզ կարող է խորհուրդ տալ նաեւ սեփական գործ հիմնել։ Եթե դուք ունեք այդ հնարավորությունը, պետական ծառայության միջոցով զբաղվածության դուք կստանաք համապատասխան ֆինանսական աջակցություն եւ դուք ձեր սեփական գործը հիմնելով արդեն ձեր մեջ խոսում է այն հատկանիշը, որ գործը սկսելուց մինչեւ վերջ ցանկանում եք գնալ եւ ավարտին հասցնել։ Եթե այդ հատկանիշը կա ձեր մեջ, ես կարծում եմ, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը իրան օգուտ կբերի։ Արդյունքները խոսում են դրա մասին։ Այո, հենց կակրած ես դա ես ուզում եմ ասեմ, որ մասնակիցը մեր իսկապես ունի այդպիսի հատկանիշ, ինքը սկսած գործը միշտ ավարտին է հասցնում, բայց այստեղ հակասական բաներ երբեմն մի քանի տեղ զգացի ինձ համար, օրինակ տարօրինակ էր հատկապես այս հարցը որքան հաճախ եք ստիպված լինում ամփոփել զրույցը, եթե ձեր զրուցակիցը հետաքրքիր չէ ձեզ համար։ Ինքը շատ բարձր միավոր է տվել, հաճախ է դա անում։ Ու ճիշտ է անում, ասեմ իմանաք, որովհետև նա արդեն հասկանում է, որ իր ականջին կնստեն եւ դա ոչ մի լավ արդյունքի չի բերի։ Բայց դրան հակառակ, տեսեք 6-րդ կետում նա ասում է, որ հարցը տալիս է, որքան հաճախ եք ստիպված լինում ճշտել զրուցակցին։ Երբ նա անճշտություն է թույլ տալիս, ինքը այստեղ մեկ է գնահատել, այսինքն ընդհանրապես չի ուզում ճշտել, եթե այդպես է, ապա չի հասկացել հարցը Տիգրանը, ավելի շուտ։ Իսկ նա երևի չի հասկացել,
նա չի հասկացել, որովհետև այո, Տիկին Սանան իրավացի է, իրանք նմանատիպ հարցեր են, բայց միտեղ Տիգրան ջան, ես իմ կողմից ուզում եմ քեզ այսպիսի մի բան ասել, դու պետք է հասկանաս, որ լսելով է մարդ ստանում շատ ինֆորմացիա ու այդ առաջի հարցը, որքան հաճախ եք դուք լսում եւ այդ ժամանակ ինչ-որ բանի մասին մտածում, դու պետք է կարողանաս շատ ուշադիր եւ անընդհատ լսել, որտեվ դա դու կարող ես դրանով ստանալ ինֆորմացիա։ Լավ, Տիգրանի մասին ավելին իմանալու համար նայենք էկրան։ Տիգրան Գևորգյան, 23 տարեկան, ֆինանսիստ։ Ցանկալի աշխատավարձը 80,000-ից 120,000 դրամ։ Ցանկալի աշխատաժամերը 8-ից 22-ը։ Ցանկանում է աշխատել որպես մենեջեր, ադմինիստրատոր, հաշվապահ, առաքիչ։ Ես կարծում եմ, որ նրա ձեռք բերած մասնագիտությանը համապատասխանում է։ Պարզապես այսօրվա հաշվապահությունը մի քիչ այլ է։ Ես ուզում եի հարցնել, դուք մեկ ես, հա, եւ հայկական ծրագրերին ծանոթ եք։ Ցավոք սրտի ոչ, որտեղ ոչ անցել եմ, ոչ էլ սովորել եմ։ Հենց այդ հարցով էլ անպայման ձեր զբաղվածության կենտրոնին, երբ որ ձեր անհատական քարտը լրացնում են, անպայման ուրեմն ձեր այդ վերաբերյալ որ մասնագիտական որոշակի հմտություններ ձեռք բերեք հաշվապահական պնդեք, թող լրացնեն, որպեսզի առաջիկայում մասնագիտական ուսուցման դասընթացներում ձեզ ընդգրկեն։ Տիկինինը, Տիգրանը իրեն մասին խոսելիս նշեց, որ ինքը բռնկուն մարդ է։ Դա երևում է տեստից եւ ինչ կասեք դրա մասին։ Տեստից դա չի երևում։ Խանգարի իրեն աշխատանքը։ Բայց աշխատանքին դա կխանգարի իհարկե։ Տիգրանը ոնց որ ցանկացած, ոնց որ մենք բոլորս Տիգրան ջան, ամեն մեկս ունենք մեր վրա աշխատելու տեղեր։ Որտեւ այդ բռնկվելը առաջի հերթին ձեզ կարող է հիվանդացնել, դա հիշեք։ Ստեղ հարցը նույնիսկ միջև այդ աշխատանքի ընդունվել չընդունվելը դա բան հարց է։ Եվ ինչ եք բռնկվում։ Որ բռնկվեցիք ինչ-որ բանի հասակ Տիգրան։ Ոչ, դա բնածին ոնց որ բնածին չի, այդ բոլոր բաները ձեռք բերով են, դուք որ ծնվեցիք բռնկուն եք։ Ոչ։ Բնածին։ Դա ձեռք բերովի բաներ են, որովհետև դուք ըստ երևույթի բավականի համառություն ունեք, երևի, դա շատ լավ գիծ է, բայց դուք ձեր համառությունը տարեք այնտեղ, որտեղ որ դուք կարաք դա զարգացնեք։ Դա վատ գիծ չէ համառությունը։ Իրինա, այժմ մենք գնալու ենք գործատուների մոտ եւ համոզված եմ դու կլինես ոչ այդքան բռնկուն, կնայես գործատուների աչքերին եւ անպայման կհասնես նրան, որ կստանաս քո ուզած աշխատանքին։ Գնացինք մեր գործատուների մոտ։ Միայն պետք է խոսքը լինի գործ։ Ինքը լավ տիրապետում էր այդ ամեն ինչին։ Տիգրանին շատ կուզենայեմ հաղթեի, որ նա ձևավորեր սեփական կարծիքը, սեփական անձի նկատմամբ եւ այդ խորհուրդները, որոնք տալիս են իրեն, նա ինքը որոշի ինչ է անելու, այդքան թող խորհուրդները չլսի։ Դա շատ կազմակերպված, գրագետ, բարձրագույն կրթություն ունեցող, նույնիսկ աշխատանքային փորձ ունեցող անձնավորություն է։ Իսկ կարծում եմ ցանկացած գործատուի հաճելի կլինի Տիգրանի հետ աշխատել։ Բանուգործը առաջարկում է հետևյալ թափուր աշխատատեղերը. էքսկուրսավար 100,000 դրամ, բուժքույր 60,000 դրամ, իրավաբան 100,000 դրամ։ Առաջին անգամ աշխատանք փնտրողների մեջ տեսակարար կշիռ են կազմում համեմատաբար երիտասարդ տարիքի անձինք, մինչև 35 տարեկան, 55.9%։ Հաշմանդամների մեջ 50-ից բարձր տարիք ունեցողները, 42.6%։ 3 տարուց ավելի գրանցված գործազուրկների եւ գրանցված գործազուրկների խոցելի խմբերում 35-ից 50 տարեկան անձինք, համապատասխանաբար 55.7% եւ 51%։ GMG Media Group, մարքեթինգի մասնագետ, պարտականություններն են, վաճառել կազմակերպության ծառայությունները, ներգրավել ընկերություններ, ուսումնասիրել դրանք եւ առաջարկել ընդլայնման նոր ուղիներ։ Աշխատանքային ժամերն են 9-ից 18:30-ը։ Մենք այժմ մոտենում ենք GMG Media Group-ին։ Այստեղ գտնվում է մեր առաջին գործատուն։ Ես տեղեկացա, որ դուք հարցազրույց արդեն անցել եք կյանքում եւ գիտեք ինչպես է արվում։ Այո, դա սովորական բան է։ Շատ լավ, ուրեմն կարողանաք ճիշտ սովորել եւ լավացում։ Գնացինք։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մոտ։
Մենք բանագործ հաղորդումից ենք, եկել ենք հարցազրույցի, մեր մասնակիցն է Տիգրան։ Շատ հաճելի է։ Նմանապես Ձեզ հետ պետք է անցնի հարցը։ Այո, իհարկե։ Ես կարող եմ ներկա լինել։ Միանշանակ, համեցեք։ Տիգրան, մի փոքր կպատմես քո մասին, որտեղ ես սովորել, աշխատանքային փորձ ունես, ինչ նպատակներ ունես կյանքում։ սովորել եմ Գլազուր համալսարանում, ավարտել եմ ֆինանսիստ որպես տնտեսագետ, աշխատել եմ որպես առաքիչ, ցավոք իմաստեցիությամբ չեմ կարողացել աշխատել աշխատանքային փորձի բացակայությամբ, հետագայում նույնպես շարունակել եմ աշխատանքից առաքիչի աշխատանք ավարտելուց հետո ցանկացել եմ փոխել իմ աշխատանքը եւ գտնել մասնագիտական աշխատանք, բայց նույն աշխատանքային փորձ ունենալու պատճառով չեմ կարողացել գտնել, մինչև այժմ էլ շարունակում եմ եւ բնավորությամբ համար բնավորություն ունեմ, սկսածս գործը մինչև վերջ տանում եմ, երբեք չեմ հանձնվում։ Մենք բազմավոլորտային ընկերություն ենք, արդեն 15 տարուց ավել է ինչ գործում ենք հայկական շուկայում, տարաբնույթ աշխատանքներ ենք իրականացնում ամսագրերի տպագրումից, հեռուստանախագծեր, տարաբնույթ միջոցառումներ, կորպորատիվ միջոցառումներ, միջպետական միջոցառումներ, միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ եւ այլն։ Եվ կարծում եմ քո ճարպիկությունը, ակտիվությունը եւ նպատակային լինելը, այդ թվում նաեւ աշխատասիրությունը, այս դեպքում հնարավորություն կտա մեզ մոտ գտնել համապատասխան աշխատանք։ Դու կարող ես անցնել մեզ մոտ փորձաշրջան, փորձաշրջանը տևում է 2 շաբաթ, որի ժամանակ կծանոթանաս մեր աշխատանքային պայմաններին, հնարավորություններին, առավելություններին։ Խնդիրը նրանումն է, որ դու պետք է իրականացնես սոցիոլոգիական հարցումներ, շուկայի ուսումնասիրություն, տարաբնույթ ոլորտների, որովհետև նաև մեր ընկերությունը իրականացնում է Հայաստանից դուրս գործող ընկերությունների ներգրավմամբ, որ կան Հայաստան եւ ներդրումային ծրագրեր իրականացնել, հետեւաբար մենք պետք է ճիշտ եւ հստակ ցուցանիշներ տրամադրենք իրենց, մեր շուկայի ուսումնասիրության ոլորտների ներգրավման, ապրանքների քանակության եւ այլն։ Եթե դու ունես այդ գիտելիքները, կարող ես այստեղ որոշակիորեն այդ ուղղությամբ արդեն վերապատրաստվել եւ ընդգրկվել աշխատանքի։ Այսինքն ձեզ համար կարևոր է նաեւ լեզուների իմացությունը։ Այո։ Ռուսերեն գիտեմ, անգլերեն էլ որոշակի թերություններ կա։ Պրակտիկա չունեմ ահագին ժամանակ, բայց նորմալ է։ Մենք դերևս տարբերվում ենք այն բոլոր ընկերություններից, որ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս կայանալու, որովհետև երիտասարդը պետք է ունենա պլատֆորմ, այսինքն հիմք, որևէ տեղից սկսելու եւ աճելու։ Այդ կարևոր գործընթացներից մեկը նաեւ մենք ենք իրականացնում։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ, հաջողություն։ Շնորհակալ ենք, որ այցելեցիք մեզ, վստահ ենք, որ շատ կարևոր նպատակ ունի հաղորդաշարը, որովհետև այսօր աշխատանք գտնել եւ պրոֆեսիոնալ մասնագետներ տրամադրել գործատուներին դա շատ կարևոր է։ Ձեզ հաջողություն ձեր աշխատանքի մեջ։ Շնորհակալ ենք։ Ցտեսություն։ Տեսնեմ։ Հարցազրույցը դրական արդյունք ունեցավ ու համոզված եմ, որ դրա պատճառներից մեկը նաև այն էր, որ դուք ունեիք համապատասխան առաքիչի փորձ, աշխատանքային փորձ։ Ինչ կասեք դրա մասին, կուզենայիք այդպես աշխատել։ Այո, իհարկե, առաջին հայացքից շփումից հետո շատ հավանացի գործակալությունը, դուրս եկա, որ նրանց ինչով են զբաղվում, ինքս հետաքրքրված եմ այդ ամենով ու ինձ թվում է եթե ինքս իմ վրա էլ աշխատեմ, ինչո՞ ոչ, այո, հնարավոր է, կարող եմ անել։ Շատ լավ։ Իսկ հիմա գնում ենք մեր երկրորդ գործատուի մոտ։ Գնացինք։ Արենա Զվարճանքի կենտրոն, հրահանգիչ, պարտականությունները, տալ բոուլինգ խաղալու համար նախատեսված կոշիկները, ծանոթացնել խաղի կանոններին, հետևել խաղի ընթացքին, անսարքությունների դեպքում տեղեկացնել տնօրինությանը, օրավարձը 6000 դրամ։ Մենք մոտենում ենք Արենա բոուլինգ կենտրոնի։ Այստեղ գտնվում է մեր երկրորդ գործատուն։ Հուսով եմ, որ ձեզ նմանատիպ աշխատանքը աշխուժ սպորտային պետք է որ դուր գա։ Պատրաստ եք անցնել։ Քանի որ ինքս ես նախորդ նշել էի, որ սպորտային մարդ եմ, սպորտային անձնավորություն եմ համարում։ Դե ուրեմն գնացինք հարցազրույց։ Գնացինք։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք բանուգործ հաղորդումից ենք, եկել ենք արտադրության։ Որտեղ պետք է անցնենք։ Եկեք բարում նստենք, որ գնանք։ Մեր մասնակիցն է, ծանոթացեք Տիգրան։ Դե մնացած երևի արդեն դուք տեղում բարձ եք։ Հա, աշխատանքի ինստրուկտորի աշխատանքի համար։ Ինստրուկտորի աշխատանքը կան նրանում, որ հաճախորդների հետ եթե տեղյակ չեն բոուլինգից ներկայացվի բոուլինգը թե ինչ է իրանից, խաղալ սովորացնեք առաջինը։ Փորձաշրջան պետք է նշանակվի։ Փորձաշրջան մի քանի օր պրակտիկա որպես ստաժիրովկա կանցկացնենք, կգա կներկայացնենք թե որը ինչ ֆունկցիա կատարելու ինքը ավելի մանրամասն, ասենց ասեմ, իսկ ինչ լեզուներ ես տիրապետում գիտեմ։ Ռուսերենը գիտեմ, լավ, եւ կարող եմ շփվել եւ կարող եմ բանավոր գրավոր շատ լավ է։ Անգլերենն էլ էլի սովորել եմ գիտեմ, բայց թերացել եմ, որտեվ այն ժամանակը պրակտիկա չունեմ։ Ռուսերեն իմացությունը շատ կարևոր է, որտեվ հաճախորդներից շատ են ռուս հաճախորդներ շատ են ունենում։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալություն արտադրության։ Բոուլինգ կենտրոնում ձեզ առաջարկեցին հրահանգիչի աշխատանք, բայց ելնելով ձեր տրամադրությունից դուք այդքան էլ գոհ չեք։ Ինչ կասեք այդ մասին։ Դե պատճառը հավանաբար ժամային պայմանն է, որ ժամերը շատ երկար են։ Ցանկային է աշխատել, եթե ժամերը ավելի կարճ լինեին։ Ցավոք սրտի լավ աշխատանք է։ Հավանում եմ, բայց ժամային առումով։ Բայց ամենօրյա չէ, չէ՞։ Մեկ օր աշխատում եք եւ երկու օր հանգստանում եք։ Դե ամեն դեպքում այդպիսի երկար աշխատանքի պատրաստ չեմ։ Լավ, գնանք մեր երրորդ գործատուի մոտ։ Գնացինք։ Ակտա Հոլդինգ, գովազդային գործակալ, պարտականություններն են, ներկայացնել ընկերությունը, գովազդել ընկերության ծառայությունները, աշխատավարձը 60,000 դրամ, ավելացրած տոկոսներ, աշխատաժամերը 9-ից 18։ Այժմ մենք մոտենում ենք Ակտա Հոլդինգին, որտեղ գտնվում է մեր երրորդ գործատուն, վերջին, պետք է անցնենք հարցազրույց, դուք պետք է այնպես դրսևորեք ձեզ, որ բնական է լինի դրական Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անցեք հարցազրույց է սպասել։ Մեր մասնակիցը ունի ֆինանսիստի կրթություն, բայց չունի աշխատանքային փորձ։ Եվ դա շատ կարևոր է, արդեն 2-3 տարի է ինչ ավարտել է համալսարան, բայց դեռ չի աշխատել։ Տեսնենք ոնց կստացվի, կարողանա նա շրջանցել այդ դժվարությունը։ Հա, ավարտեց։ Այո։ Երկրորդ է մեզ բավական։ Մի հատ տեղի կարամ ինչ։ Կարելի է ձեզ մոտ։ Իհարկե։ Բարև ձեզ։ Ինչպես անցավ հարցազրույցը մեր մասնակիցը կարողացավ։ Շատ լավ։ Իհարկե, կարողացավ Ճիշտ ներկայացնել իրեն։ Ահա, հենց մեզ պետք էր իր նման։ Հենց այս պահին մեզ պետք էր հենց մենեջեր, որը կկատարեր հենց իր գործառույթները։ Նա մասնակցությամբ ֆինանսիստ տնտեսագետ է։ Մեզ պետք են վաճառքի, ոչ միայն վաճառքա, ինքը հենց մենեջեր, որը կտա եւ PR մենեջերի գործառույթ, հենց տնտեսագիտություն կը մարքեթինգ, հա, այսպես ասած, ինքը լավ տիրապետում էր այդ ամեն ինչին։ Մենք իրեն ինչպես ես բազմիցս նշել եմ, մեր հոլդինգը բազմաբնույթ աշխատանքներ է կատարում, հենց իրան մենք տեսանք շինարարական կազմակերպության մեջ, որպեսզի մեր կազմակերպությունը հավուր պատշաճի ներկայացնի եւ գաղափար ունենա ինչ է ներկայացնում։ Շատ լավ։ Դուք երևի նշանակել եք փորձաշրջան։ Փորձաշրջան արդեն նշանակել ենք։ Արդեն նշանակել եք։ Այո։ Շատ լավ։ Արդեն նշանակել ենք։ Մենք սպասում ենք արդեն ինքը գա եւ մենք արդեն աշխատենք։ Այսինքն ունեք պայմանավորություն արդեն համոզվել։ Պայմանավորություն արդեն ունենք հանդիպելու։ Շնորհակալություն։ Ձեզ ներկայացրեցինք։ Դուք անցաք հարցազրույց 3 գործատուների մոտ եւ 3 գործատուների մոտ էլ մենք ունեցանք դրական պատասխան։ Ձեզ առաջարկեցին բավականին տարբեր բնույթի աշխատանքներ։ Ձեր ընտրությունն է եւ PR մենեջեր, եւ մարքեթինգի մասնագետ, եւ բոուլինգի հրահանգիչ։ Ընտրությունը ձերն է։ Հրահանգիչը մի քիչ ժամային առումով այդքան էլ հարմար չէր։ Դա երևի
ժամային առումով բացառենք, իսկ այն երկուսը փորձեմ համատեղել։ Փորձեք Հնարավորության դեպքում։ ձեր որոշումն է։ Համոզված եմ, որ դա ձեզ կհաջողվի եւ դուք կունենաք ձեր աշխատանքը։ Աշխատանք գտնելու կամ աշխատանք առաջարկելու համար զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով, գրեք նամակներ էլեկտրոնային հասցեին կամ Facebook-ի մեր պաշտոնական էջին։ Շարունակեք որոնել եւ դուք էլ կգտնեք ձեր բանուգործը։